Յուղի ողներգը, խոսք հրաչ ասարուխանի, գով կամզաշենի, ես քո օդին ջրին մեռնեմ, աղուհացով քո սեղանին, համաշխարի շեները ճոխ թեկու սիրտս հալհումաշեն, հերվից հեռու դաշտ ու լեռներ դարձած իմ սպեղանի, հալհումաշված սրտիս միջով գիշ կտկգա իմ համզաշեն, գիշերն անգամ երկինքը քո թող չլինի մութ ու խավար, արևի ու լուսնի ներքո ցոլաս հավետ իմ համզաշեն, ապուպապի շնչող բուրող հազարամյայի մորորոց, երնեք որպես կենսավկա, իմ ամփոփող շողը լինես, և սրտով իմ քեզ համբուրով խոստովանեմ սրտիս խորոց, հազար երնեք, երբ ժամը գա, ինձ ամփոփող հողը լինես, գիշերն անգամ երկինքը քո թող չլինի մութ ու խավար, արևի ու լուսնի ներքո ցոլաս հավետ իմ համզաշեն։ Գյուղը հիմնադրվել է 10-րդ դարում Պահլավունիների ավատատիրական մեծ իշխան Գրիգոր Համզե Պահլավունու կողմից։ Գյուղը 10-րդ դարում կոչվել է Համզե գյուղ կամ Համզագյուղ, 17-րդ դարում կոչվել է Թագավորանիստ, 18-րդ դարում վերանվանվել Համզաչիման, իսկ 1978 թվականին Մարգահովիտ։ Գյուղը գտնվում է Փամբակի և Հալաբի լեռնաշղթաների միջև, Վանաձոր Դիլիջան ավտոճանապարհի վրա, թեք հարթավայրում, տեղակայված է մարզկենտրոն Վանաձոր քաղաքից 17 կիլոմետր հարավ-արևելք։ Համզաչիման գյուղի զավակն է հայ դերասանուհի, ռեժիսոր և արձակագիր Ջուլիետ Մատինյանը։ Ծնվել է 1941 թվականի հունվարի 1-ին մանկավարժներ Ավետիք Մատինյանի և Սիրանուշ Բեկչյանի ընտանիքում։ Լայն մտահորիզոն ունեցող հայրը, աշխարհագրության ուսուցիչ Ավետիք Մատինյանը, դստեր հոգուն տվեց մեծ աշխարհը ճանաչելու թռիչքի թևեր։ Արվեստի հանդեպ ունեցած սերը նրան տարավ Երևան։ 1961 թվականին ընդունվել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ, 1965 թվականին ավարտել է կրթությունը և ընտանիք կազմել քանդակագործ նկարիչ Աշոտ Հայկազյանի հետ։ Ծնվել են դուստրերը՝ Երազիկ և Նարէ Հայկազյանները։ Երազիկ Հայկազյանը իրավաբան փաստաբան է, որդին՝ Նարեկ Հայկազյանը դերասան է։ Նարէ Հայկազյանը դերասանուհի, ռեժիսոր և նկարչուհի է, գունեղ ու խարիզմայով կին։ Ես փոփոխական եմ և խստապահանջ, երբ ինձ վերագտնում եմ հորս մեջ, իսկ երբ լցվում եմ բարությամբ ու սիրո արտահայտությամբ, մորս եմ նմանվում, երկուսի սինթեզն եմ։ Ինչ եք կարոտում մանկությունից։ Կամ ինչ եք թողել այնտեղ։ Մորս եմ շատ կարոտում, շատ։ Ես իր հետ շատ ազատ էի։ Կարոտել եմ իր հայացքը, իր ջերմ Նարես, այդ որ ասում էր, իր հետ ես ջեմում էի, մորս հետ ես բազում թռիչքներ ու վերելքներ եմ ապրել, իդեպ իմ կյանքի ճանապարհը իբրև արվեստագետ մորս շնորհիվ է, որովհետև միշտ ձայնի են ինտոնացիայով էր ասում պարապուրտ չսիրելով, ընդհանրապես շուրջը չէր սիրում դա, եւ սենց քնքշանքով այնպես էր նայում, ես ուզում էի մի բան անել, որ ինքը ասի ապրես, գրում էի իր հետ, այդպես իրենից հետո այդ գրիչը էլ չվերցրեցի։ Ինչ կասեիք ձեր մայրիկին, եթե հենց հիմա նրան տեսնելու հնարավորություն ունենայիք։ Ես իրեն կգրկեի ու կասեի շնորհակալ եմ։ Ու կասեի կներես ինձ, խոստումներ ունեի, որ չեմ արել։ Ու ես չափեցի համբերությունս, ինքնաճանաչման բոլոր ձևերով, երկինքը լազոր դարձրի տունս, որ գրկեմ մեր ուսույսի թևերով։ Ինքս ինձանով ծրությամբ շիտակ, արտաշիր մեծի մենակությունս, շուփոթվեց հայրս ու իր կրծքի տակ, մորս ձեռքերով օրորեց քունս։ Գրող, լրագրող, հրապարակախոս չէ, գիտեմ հրապարակախոսներ կան, հրապարակախոսները միայն խոսում են, մենք
ամենակարևորը լավն է, ինքնագոհություն չէ, խնդրում եմ եկնել։ Իրենի մեծ կկաստան, վկա մեր վերները։ Ճակատագիրը մարդու ազգի հետևանք են նրա պայծառացումների ու մխագնման։ Վերջինս ասում է, ամեն ինչ սուտ է, քայքայումն է լոկընթացքը, տվյալ մարմինը դատապարտված է մահվան։ Ինչ կարող է անել մեռնող ժողովրդի գայուն դուրս հրաված պայծառացման։ Մեռնել իր ժողովրդի հետ անսնունդ, անդեղ ու առանց պատրանք, կամ պիտի ծովից ծով հայրենիք ունենանք, կամ ինքներս մեծ ճանապարհ դառնանք։ Վկա մեր մեռները։ Պայծառացումը ժխտում է, թե մոտ է դարանցիկ ապագան, ամեն մթագնում փոխակերպվում է պայծառացման, հարափոխման վկա մեր դերները։ Շնորհակալություն։ Դրամատուրգ, դերասան, արձակագիր Ջուլիետ Մատինյանը 4 գրքերի հեղինակ է։ Նրա գրչին են պատկանում «Գլոբուսն ու տղան» 1973 թվական, «Մորենի» 1976 թվական, «Ոսկե ճանճը» 1990 թվական, «Ծիրանի մանուշակները» 1999 թվականին լույս տեսած պատմվածքների ժողովածուները։ «Գլոբուսն ու տղան» պատմվածքը մնում է արդիական, անդրադառնալով ժամանակակից հասարակության խնդիրներին՝ սիրո ազատություն, սոցիալական անհավասարություն և անհատի ինքնություն։ Այն խթանում է ընթերցողին մտածելու հասարակական կարծրատիպերի և անհատի ազատությունների մասին։ Պատմվածքը կենտրոնանում է Մորենի անունով մի կնոջ շուրջ, ով ապրում է գյուղական միջավայրում, խորը կապված լինելով բնության հետ։ Նրա կյանքը լի է ներքին հակասություններով՝ սիրո, պարտականության, ավանդույթների և ազատության միջև։ Մորենին փորձում է գտնել իր տեղը աշխարհում, պայքարելով հասարակության սահմանած նորմերի դեմ։ Նրա պատմությունը ներկայացնում է անհատի պայքարը ինքնության